2013 տարի նոյեմբերյան առավոտ Երևանի Բաղրամյան պողոտայի երկրորդ հարկում պատուհանների ետևում, ուր մոխրագույն վարագույրները թաքցնում են գրասենյակային լամպերի լույսը, մի տղամարդ ստորագրում է փաստաթուղթ։ Նրա ազգանունը Սահակյան, անունը Արման, պաշտոնը պետական գույքի կառավարման վարչության պետ։ Փաստաթուղթը 3 էջ է, բայց կարևոր է միայն վերջին տողը, այնտեղ որտեղ գրված է հաստատում եմ։ Այդ 3 բառերը նշանակում են, որ եւս մեկ խորհրդային ժամանակներից մնացած հսկայական գործարանի տարածք այսօրվանից պատկանելու է մասնավոր ձեռքերին, վարձակալության պայմանագրով, որի գինը ամսական 300,000 դրամ է։ Գործարանի իրական շուկայական արժեքը 3 միլիոն, 10-նապատիկ տարբերություն։ Բայց կարևորը չէ սա։ Կարևորն այն է, որ նույն ժամին, երբ Արման Սահակյանը ստորագրում է այդ փաստաթուղթը, նրա հայրը Գալուստ Սահակյանը ազգային ժողովի մեծ դահլիճում ամբիոնից ասում է. Մենք պետք է սերտեր ձգենք, հարգելի հայրենակիցներ, որովհետև պետական բյուջեն չի թույլատրում լրացուցիչ սոցիալական ծախսեր։ Խոսքը հնչում է ուժեղ, համոզիչ, գրեթե հորպես խրատական։ Դահլիճը լռում է։ Ոչ ոք չի բարձրաձայնում հարց, թե ինչու է պետական գույքը վերածվում անհասկանալի գնանշումներով աճուրդների, մինչդեռ ժողովրդից պահանջվում է հասկանալ եւ համբերել։ Ոչ ոք այդ պահին դեռ չի իմանում, որ Արման Սահակյանի այդ ստորագրությունը պարզապես մեկն է հարյուրավորից, եւ որ հայրն ու որդին կատարում են ոչ թե հանցագործություն, այլ նախորդ տասնամյակների ստեղծած համակարգի խաղադրույքները, առանց որևէ վախի, որ երբևէ կկանչվեն պատասխանատվության։ Հետագայում, երբ Թավշյա հեղափոխությունը կգա եւ կբացի արխիվները, պարզ կդառնա, այս ընտանիքը տասնամյակ շարունակ վարել է կրկնակի խաղ։ Բայց մինչ այդ կային տարիներ, երբ Հայաստանի սովորական քաղաքացին հավատում էր, որ եթե падգամավորը ասում է մենք չենք կարող, ուրեմն իսկապես չենք կարող։ Արդյոք նրանք գիտեին, որ մենք բառի տակ թաքնված էր ամբողջ մի կլան, որն արդեն տասնամյակների փորձ ուներ պետական գույքը վերածելու մասնավոր հաշիվների, օրինական թղթային հետքեր թողնելով, որոնք ձևականորեն անհնար էր վիճարկել։ Հարցը մնում է բաց, բայց փաստաթղթերը մնացել են, եւ հենց այդ փաստաթղթերի վրա է կառուցված այս պատմությունը։ Գալուստ Սահակյանը երբեք չէր թաքցրել, որ սիրում է խոսել։ Նրա ելույթները ազգային ժողովում դարձել էին ինտերնետային մեմերի աղբյուր։ Մենք չենք հարստանում, մենք ուղղակի լավ ենք ապրում։ Այս նախադասությունը նա արտասանեց 2012 տարի, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա, падգամավորը, կարողանում վարել թանկարժեք մեքենա եւ ապրել շքեղ առանձնատանը, եթե պաշտոնական աշխատավարձը չի գերազանցում ամսական 500,000 դրամը։ Նա ժպտաց, թեթևակի արհամարհական, կարծես հարցը ինքնին անիմաստ է, եւ շարունակեց բացատրելով, որ լավ ապրելը չի նշանակում հարստանալ, որովհետեւ հարստությունը հարաբերական հասկացություն է։ Դահլիճում մի քանի հոգի ծիծաղեց, անորոշ ծիծաղ, որը կարող էր մեկնաբանվել եւ որպես համաձայնություն, եւ որպես ստորագիտակցական դժգոհություն։ Բայց Գալուստ Սահակյանն արդեն անցել էր հաջորդ թեմային, որովհետեւ նրա ելույթների տրամաբանությունը միշտ նման էր փողոցային թատրոնի, արագ տեսարանափոխություններով, անսպասելի կատակներով, որոնք թույլ էին տալիս խուսափել կոնկրետ պատասխաններից։ Ամբողջ Հայաստանը դիտում էր նրան, մասամբ զայրույթով, մասամբ զավեշտով, մասամբ անհույսությամբ, որովհետև հասկանում էին, այս մարդն իր էքսենտրիկությամբ եւ անկախ վարքագծով խորհրդանշում էր ավելին, քան անհատական անհարգալից դեմք։ Նա խորհրդանշում էր ամբողջ մի համակարգ, որտեղ խոսքերը եւ իրականությունը գտնվում էին տարբեր հարթություններում։ Մինչդեռ նրա որդին Արման Սահակյանը երբեք հրապարակային չհայտնվեց։ Արմանը չուներ իր հոր էքստրավագանտությունը, նրա ելույթներում չկար թատերականություն։ Նա աշխատում էր թղթերի հետ, հանդիպումներ ուներ պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ, եւ նրա ամբողջ կարիերան կառուցված էր սառնասրտության եւ համակարգչային ճշգրտության վրա։ Երբ 2011 տարի նրան նշանակեցին պետական գույքի կառավարման վարչության պետ, շատերը անգամ չնկատեցին այդ լուրը մամուլում, որովհետև այն տպագրվել էր ընդամենը 2 տող, պաշտոնական կարգադրությունների միջև։ Բայց ովքեր հասկանում էին խաղի կանոնները, գիտեին, այդ պաշտոնը նշանակում էր լիազորություն վերահսկել Հայաստանի ամբողջ պետական սեփականությունը, շենքերից սկսած մինչև խորհրդային ժամանակներից մնացած հսկա տարածքներ, որոնք կարող էին վերածվել առևտրի կենտրոնների, բիզնես հարկերի կամ պարզապես կորել աճուրդների թղթաշարքերի խառնաշփոթի մեջ։ Արմանը սկսեց աշխատել անմիջապես։ Պատկերացրեք մեկ ակնթարթ։ Դուք քայլում եք Երևանի կենտրոնում, անցնում մանկապարտեզի շենքի կողքով, որտեղ տասնամյակներ առաջ ձեր երեխան խաղում էր հողանոցում։ Այժմ այդ տեղում աղբահավաք մեքենաների կայանատեղի է, իսկ շենքը դատարկ է,
պատուհանները խցանված փայտե տախտակներով։ Դուք գիտեք, քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ շենքը հին է, անվտանգ չէ, եւ որոշվել է այն հանձնել մասնավոր ձեռքերին, վերակառուցման նպատակով։ 4 տարի անց դուք կրկին կանցնեք այդ տեղով եւ կտեսնեք բազմահարկ ապակե շենք, գովազդային վահանակներով, որտեղ գրված է բիզնես կենտրոն։ Այդ ամենի տեղում դուք չեք տեսնի մանկապարտեզ, չեք տեսնի մանկական խաղահրապարակ, դուք կտեսնեք առևտուր։ Սա պարզ սխեմա է եւ այն կրկնվել է տասնյակ անգամ Արման Սահակյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ծրագիրը այսպիսին էր. պետական գույքը նախ գնահատվում էր անիրականորեն ցածր գնով, հետո անցկացվում էր աճուրդ, որտեղ հաղթող ճանաչվում էր այն մասնակիցը, ով ամենամոտ կապեր ուներ վարչության հետ։ Աճուրդի արձանագրություններում ամեն ինչ օրինական էր՝ ժամկետներ, ստորագրություններ, կնիքներ, բայց ով գիտեր խաղի լեզուն, կարող էր տեսնել կառուցվածքը։ Օրինակ, թիվ 161 մանկապարտեզի գործը, որը հետագայում դարձավ հանրային սկանդալի առարկա։ 2013 տարի վարչությունը հայտարարեց, որ մանկապարտեզի շենքը հնացած է եւ չի կարող շահագործվել առանց լուրջ վերանորոգման։ Աճուրդի ընթացքում տարածքը ձեռք բերեց մասնավոր ընկերություն՝ գումարի դիմաց, որը 3 անգամ պակաս է շուկայական գնից։ Քանի հոգի էր այդ պահին իմանում, որ Աճուրդին մասնակցած ընկերության սեփականատերն ուներ ընտանեկան կապեր այն օլիգարխների հետ, ովքեր համարվում էին Սահակյանների մտերիմ շրջապատ։ Քանի հոգի էր պատրաստ այդ փաստը ստուգել արխիվներում, պաշտոնական կայքերում, հարկային հայտարարագրերում։ Պատասխանը՝ գրեթե ոչ ոք, որովհետև համակարգը կառուցված էր այնպես, որ ստուգումը պահանջեր իրավաբանական գիտելիքներ, ժամանակ, համբերություն եւ ռիսկի վերցնելու կարողություն։ Հասարակ քաղաքացին չուներ ոչ մեկը, բայց փաստաթղթերը մնացին։ Եվ երբ Թավշյա հեղափոխությունից հետո արխիվները բացվեցին, հետաքննողները հայտնաբերեցին հարյուրավոր նման գործարքներ։ Մինչդեռ Գալուստ Սահակյանը ազգային ժողովի ամբիոնից կրկին խոսում էր, դա եղավ 2013-րդ տարվա գարնանը, երբ քննարկվում էր գազի գնի բարձրացման հարցը։ Հայաստանը գազ էր ստանում Ռուսաստանից, եւ Մոսկվան պահանջում էր գնի բարձրացում, հակառակ դեպքում սպառնում էր մատակարարումը դադարեցնել։ Քննարկումը դահլիճում լարված էր, ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին խուսափել գնի բարձրացումից, փնտրել այլընտրանքային մատակարարներ, իսկ եթե անհրաժեշտ է, սուբսիդավորել գազը պետական բյուջեից։ Գալուստ Սահակյանը բարձրացավ ամբիոն եւ ասաց. «Մենք չունենք այլընտրանք, հարգելի գործընկերներ»։ Նրա ձայնը հնչում էր հանգիստ, համոզված, գրեթե պապական։ Նա բացատրեց, որ Հայաստանը չունի սեփական էներգետիկ ռեսուրսներ եւ որ յուրաքանչյուր փորձ հակասելու Ռուսաստանի պահանջներին կվերածվի ավելի լուրջ հետևանքների։ «Մենք պետք է լինենք ռեալիստներ», շարունակեց նա, եւ այդ նախադասությունը հնչեց ոչ թե որպես քաղաքական հայտարարություն, այլ որպես վերջնական դատավճիռ։ Քվեարկությունը տեղի ունեցավ եւ գազի գինը բարձրացավ։ Մի շաբաթ անց Հայաստանի ընտանիքները ստացան նոր հաշիվներ, գումարներով, որոնք անհնար էր վճարել միայն նվազագույն աշխատավարձից։ Բայց Գալուստ Սահակյանն այլևս չէր խոսում այդ մասին։ Նա անցել էր հաջորդ թեմային, որովհետև նրա աշխատանքը չէր հասարակությանը մխիթարելը։ Նրա աշխատանքն էր պաշտպանել համակարգի շահերը, խոսքերով, որոնք հնչում էին ռացիոնալ, բայց իրականում արդարացնում էին իշխող կլանի տնտեսական մենաշնորհը։ Իսկ ինչ էր տեղի ունենում այդ պահին նրա որդու գրասենյակում։ Արմանը նստած էր գործընկերների հետ եւ քննարկում նոր տարածքների օտարման պլանը։ Նրանք տրամադրության մեջ էին ցանկեր, հարյուրավոր հեկտար հողային տարածքներ, որոնք պաշտոնապես դեռ համարվում էին պետական սեփականություն, բայց որոնց իրական արժեքը շուկայում գերազանցում էր պաշտոնական գնահատականը տասնապատիկ։ Նրանց առջև բացված էր քարտեզ, որտեղ նշանավորված էին Երևանի կենտրոնական վարչական շրջանների ամենաթանկ կետերը։ Յուրաքանչյուր կետ ուներ իր կոդը, իր պատմությունը, իր սեփականության փաստաթուղթը։ Բայց այդ կետերի ճակատագիրը այսուհետ որոշվելու էր այդ սենյակում։ Ով էր նստած սեղանի շուրջը։ Որոշ անուններ հայտնի էին, որոշները՝ ոչ։ Շատերը պաշտոնապես ներկայացնում էին խորհրդատվական ընկերություններ, որոնք իրականում հանդիսանում էին միջնորդ կառույցներ, ծածկելու իրական շահառուների ինքնությունը։ Բայց մեկ անուն կրկնվում էր անընդհատ՝ Սամվել Ալեքսանյան։ Ծանոթ է այս անունը։ Հասարակության մեջ նրան ճանաչում էին որպես Լֆիկ Սամո։ Սամվել Ալեքսանյանը չէր զբաղեցնում պետական պաշտոն, բայց նրա ազդեցությունը տնտեսության վրա գերազանցում էր շատ պատգամավորների ազդեցությունը։ Նա վերահսկում էր ներկրման մենաշնորհներ, ուներ բիզնես շահեր ռեստորանային ոլորտում, առևտուրում եւ անշարժ գույքի շուկայում։ Երբ որևէ տարածք վաճառվում էր պետական աճուրդների միջոցով,
Սամոն կամ նրա ընկերներն էին, ովքեր հայտնվում էին հաղթող դիրքում։ Ոմանք ասում էին, որ նա Սահակյանների հետ ունի անձնական բարեկամություն, ուրիշներն ասում էին, դա պարզապես փոխշահավետ գործնական կապ է, բայց փաստն անվիճելի էր։ Նրանց շահերը հատվում էին իրար այն կետում, որտեղ պետական գույքը վերածվում էր մասնավոր շահույթի։ Մեկ օրինակ, մի 5 գործարանի տարածքը, որը գտնվում էր կենտրոն վարչական շրջանում։ Խորհրդային տարիներին այնտեղ գործում էր մանազագործական արտադրամաս, որը հետագայում փակվեց, անկախության առաջին տարիներին տնտեսական ճգնաժամի պատճառով։ Շենքը նվազ քայքայվում էր 30 տարի, եւ 2013-րդ տարի պաշտոնապես ճանաչվեց որպես վտանգավոր օբյեկտ։ Արման Սահակյանի վարչությունը հայտարարեց, որ տարածքը պետք է օտարվի, որպիսի նոր սեփականատերը ներդրումներ կատարի եւ կառուցի ժամանակակից համալիր։ Աճուրդին մասնակցեցին 3 ընկերություններ։ Պաշտոնական արձանագրություններում գրված էր, որ հաղթող ճանաչվեց այն ընկերությունը, որն առաջարկեց ամենաբարձր գումարը։ Բայց ով հետևել է այդ աճուրդի մանրամասներին, նկատել է մի տարօրինակ մանրուք։ Հաղթող ընկերությունը գրանցված էր օֆշորային գոտում, եւ նրա սեփականատերը հայտնի չէր։ Ստորագրությունները կատարվեցին, փաստաթղթերը ներկայացվեցին եւ տարածքն անցավ մասնավոր ձեռքերին, գումարի դիմաց, որը 3 անգամ ցածր էր շուկայական գնից։ Մի տարի անց, երբ փողոցով անցնող քաղաքացիները նորից դիտեցին այդ տարածքը, տեսան կանգնեցված է բազմահարկ շենք, ապակե ճակատով, որտեղ առաջին հարկում գտնվում էր սուպերմարկետ, վերին հարկերում գրասենյակային տարածքներ։ Ով էր շինարարության հովանավորը։ Շատերը կարծում էին, որ պատասխանը հեշտ է գտնել, բայց պաշտոնապես ոչ ոք չմատնանշեց Սամվել Ալեքսանյանի անունը։ Նա պարզապես շարունակեց իր բիզնեսը, եւ Սահակյանները շարունակեցին իրենց քաղաքական գործունեությունը։ 2014 տարի ապրիլին տեղի ունեցավ իրադարձություն, որը պաշտոնապես հռչակվեց որպես Գալուստ Սահակյանի քաղաքական կարիերայի գագաթնակետ։ Նա ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ պարլամենտի դահլիճում, ներկա էին վարչապետը, նախագահը, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Գալուստ Սահակյանն ասաց ելույթ, որտեղ խոսեց պատասխանատվությունից, իրավունքից, հայրենասիրությունից, բառեր, որոնք հնչում էին վեհ եւ հաճելի։ Նա խոստացավ, որ ազգային ժողովը կդառնա ավելի թափանցիկ, ավելի ժողովրդավար, ավելի պատասխանատու։ Ովքեր լսում էին նրան առաջին անգամ, կարող էին հավատալ այդ խոսքերին, որովհետև Գալուստ Սահակյանը գիտեր, թե ինչպես խոսել այնպես, որ զգացվի ուժ եւ համոզվածություն։ Բայց ովքեր արդեն տասնամյակներ շարունակ հետևել էին նրա քաղաքական ուղուն, հասկանում էին, սրանք միայն խոսքեր են, եւ որ իրական որոշումները կայացվում են այլ տեղերում։ Նախագահ դառնալը նրան տվեց ավելի մեծ իշխանություն, քաղաքական, այլ ոչ թե անձնական հարստություն, բայց այդ իշխանությունը թույլ տվեց ընտանիքին ավելի հարմար պայմաններում շարունակել իրենց գործունեությունը։ Արմանի վարչությունը այդ ժամանակ գտնվում էր իր ամենաակտիվ փուլում։ Օտարումները արագացան, աճուրդներն ավելի հաճախակի դարձան, եւ պետական գույքի ցուցակները թարմացվում էին ամեն ամիս։ Ովքեր աշխատում էին վարչության ներսում եւ ունեին մուտք գաղտնի փաստաթղթերի, հետագայում պատմեցին հետաքննողներին, այդ ժամանակ ստեղծվեց որոշակի մթնոլորտ, որտեղ անհնար էր հարց տալ, ինչու է մի որոշակի տարածք օտարվում անհասկանալի գնով։ Եթե ինչ-որ մեկը փորձում էր ստուգել փաստաթղթերը կամ պահանջում էր լրացուցիչ գնահատում, նրան պարզապես հեռացնում էին պաշտոնից, ձևական պատճառաբանությամբ։ 2015 տարի մեկ աշխատակից, ով հետագայում համաձայնեց տալ անանուն հարցազրույց թերթին, պատմեց մի դրվագ։ Նա ասաց. Օրը նրան կանչեցին վերադաս պաշտոնյայի գրասենյակ եւ հանձնեցին փաստաթղթերի փաթեթ, որոշակի տարածքի գնահատման համար։ Երբ նա ուսումնասիրեց փաստաթղթերը եւ տեսավ, որ գնահատականը շուկայականից անհամեմատ ցածր է, փորձեց հարց տալ. արդյոք սխալ չկա։ Պատասխանը եղավ. դուք պարզապես պետք է ստորագրեք։ Տարիները շարունակվեցին, եւ Սահակյանների ընտանիքն ապրում էր կրկնակի կյանք։ Գալուստ Սահակյանը հանրային էր, ամբիոններ, հարցազրույցներ, պաշտոնական այցելություններ, որտեղ նա կրկին խոսում էր պարտքից, ազգային արժեքներից, պատասխանատվությունից։ Արմանը մնում էր ստվերում, աշխատում գրասենյակում, հանդիպումներ ունենում պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ, ստորագրում փաստաթղթեր, որոնք հետագայում կդառնան քրեական գործերի հիմքը։ Այս կրկնակի կյանքը հնարավոր էր պահպանել միայն այն համակարգում, որտեղ հաշվետվողականություն անգործուն է, մամուլը վերահսկվում է, եւ քաղաքացիները չունեն մուտք իրական ֆինանսական տվյալների։ Սահակյանները չէին միակներ այդ համակարգում, բայց նրանք հանդիսանում էին խորհրդանիշ իշխանության եւ գույքի այն կապի, որը Հայաստանում արմատացել էր տասնամյակների ընթացքում եւ դարձել էր գրեթե բնական երևույթ։
Սովորական մարդիկ, ովքեր փորձում էին հասկանալ ինչպես են այս մարդիկ ապրում շքեղ տներում եւ վարում թանկարժեք մեքենաներ, հաճախ լսում էին մեկ պատասխան. նրանք բիզնեսմեններ են։ Բայց ո՞ր բիզնեսի մասին էր խոսքը։ Եթե մարդը զբաղեցնում է պետական պաշտոն, արդյոք իրավունք ունի զբաղվել առևտրով, ձեռնարկատիրությամբ, անշարժ գույքի շուկայով։ Օրենքները համարյա ամենուր արգելում են շահերի բախումը, բայց Հայաստանում այդ օրենքները գործում էին միայն կեղծ ձևերով։ Պաշտոնյաները ձևականորեն հայտարարագրում էին իրենց եկամուտները, բայց ոչ ոք չէր ստուգում, թե արդյոք այդ եկամուտներն իսկապես համապատասխանում են իրականությանը։ Արման Սահակյանի դեպքում իրավիճակը հատկապես տարօրինակ էր։ Ըստ պաշտոնական հայտարարագրերի, նա ուներ միլիոնավոր դրամներ եւ դոլարներ բանկային հաշիվներում, բայց նրա աշխատավարձը տարեկան չէր գերազանցում 4-5 միլիոն դրամը։ Արդյոք հնարավոր է տարեկան 5 միլիոնից կուտակել մի քանի տասնյակ միլիոն, առանց այլ եկամուտների աղբյուրի։ Հարցը ակնհայտ էր, բայց պատասխանը երբեք չտրվեց։ Ինչպես կարող էր Արմանը սեփականաշնորհել այդ գումարները։ Սովորական եկամուտ, աշխատավարձ։ Կարող էր նա ունենալ հացահատիկային բիզնես կամ ներդրումներ ընկերություններում։ Պաշտոնապես ոչ։ Նրա հայտարարագրերում չկային մասնակցություններ մասնավոր ընկերություններում։ Բայց եթե անհնար է ստանալ այդքան գումար օրինական միջոցներով, ուրեմն գույքը եկել է ուրիշ եղանակներով։ Որոնք էին այդ եղանակները։ Գործարանների վարձակալությունը, օտարումները, աճուրդները, բոլոր այդ ռեսուրսները, որոնց վրա վերահսկողություն ուներ Արմանի վարչությունը, այնուհետև վերածվում էին անձնական շահի։ 2016 տարի գարնան սկզբին տեղի ունեցավ պարզ, բայց խորհրդանշական իրադարձություն։ Երևանի ծայրամասերից մեկում հին արտադրական շենքի մոտ մի խումբ բնակիչներ հավաքվել էին բողոքի ակցիայի։ Նրանք ձեռքներում պահում էին պաստառներ, որտեղ գրված էր. «Մեր երեխաների դպրոցի փոխարեն ավտոտնակներ»։ Պատմությունը պարզ էր։ Մոտակայքում գտնվող դպրոցի հին շենքը երկար տարիներ դատարկ էր կանգնած, եւ քաղաքային իշխանությունները որոշել էին այն օտարել, կառուցելու նոր բազմահարկ ավտոկայանատեղի համալիր։ Ծնողները պահանջում էին փոխարենը կառուցել նոր դպրոց կամ մանկապարտեզ, որովհետև շրջանում դպրոցների սակավություն կար, եւ երեխաները ստիպված էին ուսանել հեռավոր վարչական շրջաններում։ Բողոքը տևեց մի քանի ժամ։ Ոստիկանությունը ներկա էր, բայց ուժ չկիրառեց, որովհետև ցուցարարները խաղաղ էին եւ չէին փակում ճանապարհը։ Հետո երբ մթնեց, մարդիկ ցրվեցին, առանց որևէ արդյունքի։ Մի շաբաթ անց դպրոցի շենքը քանդվեց, արագ, գիշերային ժամերին, երբ ոչ ոք չէր սպասում։ Առավոտյան շրջանի բնակիչները տեսան միայն աղբը մնացել է։ Ո՞վ էր պատվիրատու քանդման աշխատանքների։ Ո՞վ տվեց թույլտվությունը։ Որևէ պաշտոնյա երբեք չպատասխանեց այդ հարցերին։ Սա միայն մեկ օրինակ է հարյուրավորից։ Եվ այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես էր գործում համակարգը, անթաքույց, ագրեսիվ, անտարբեր մարդկանց կարծիքին։ Բայց ամենակարևորն այն էր, որ պաշտոնյաները գործում էին վստահությամբ, որ երբեք չեն պատասխանատվության ենթարկվի, որովհետև համակարգը պաշտպանված էր իրավական, քաղաքական եւ տնտեսական բոլոր մակարդակներում։ Գալուստ Սահակյանը այդ ժամանակ արդեն ազգային ժողովի նախագահ էր, եւ եթե անգամ լրագրողները փորձում էին հարցեր տալ նրան պետական գույքի օտարման մասին, նա պատասխանում էր ընդհանուր արտահայտություններով։ Ամեն ինչ տեղի է ունենում օրինական ձևով, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Իսկ Արմանը շարունակում էր ստորագրել փաստաթղթեր իր գրասենյակում, երկար հանդիպումներ անցկացնել ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պաշտպանել իր վարչության որոշումները պաշտոնական հաղորդագրություններով, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր, թե ինչու է այս կամ այն տարածքը պետք է օտարվի։ Բայց ամբողջ այս թղթային թատրոնի ետևում կար մեկ ճշմարտություն։ Պետական գույքը դարձել էր բանկոմատ, որտեղից իշխող կլանի անդամներն ու նրանց բարեկամները ելք էին գտնում համակարգված գործարքների միջոցով, որոնք պաշտոնապես անհնար էր մատնանշել որպես կոռուպցիա, բայց իրականում ամբողջովին համապատասխանում էին կոռուպցիայի սահմանմանը։ Ո՞վ էր պատասխանատու այս համակարգի համար։ Միայն Սահակյանները։ Պատասխանը՝ ոչ։ Համակարգը ստեղծվել էր տասնամյակներ առաջ, եւ Սահակյանները պարզապես շարունակում էին գործել այն կանոններով, որոնք արդեն արմատացել էին։ Երբ մարդիկ մտածում են կոռուպցիայի մասին, հաճախ պատկերացնում են որևէ մեկին, դրամապանակ փոխանցելիս մեկ այլ մարդու ձեռքը, բայց իրական կոռուպցիան այսօր աշխատում է այլ կերպ։ Այն ունի օրինական ձևեր, պաշտոնական փաստաթղթեր, ստորագրություններ, կնիքներ։ Ամեն ինչ կարգավորված է եւ արտաքինից նայելիս անհնար է տեսնել խախտումը։ Բայց եթե ուսումնասիրես թվերը, եթե համեմատես շուկայական գներն ու աճուրդի արդյունքները, եթե հետևես գործարքներին, որոնք տեղի են ունեցել քաղաքային սեփականության հետ, ապա հստակ երևում է նմուշը։
Եվ այդ նմուշը ցույց է տալիս, որ հանրային գույքը վերածվում է անձնական հարստության, համակարգված, պլանավորված, իրավական դաշտում պաշտպանված եղանակով։ 2016 տարի, երբ Հայաստանում արդեն սկսվում էին խոշոր բողոքի ակցիաները էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ, Գալուստ Սահակյանն ասաց դարձյալ ելույթ ազգային ժողովում, որտեղ պաշտպանեց կառավարության որոշումը եւ հորդորեց ցուցարարներին վարվել պատասխանատու։ Նա ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ երկիրը չունի սեփական էներգետիկ ռեսուրսներ, եւ մենք ստիպված ենք ներկրել էլեկտրաէներգիա, եւ դա ունի իր գինը»։ Խոսքերը հնչում էին ռացիոնալ, բայց խնդիրն այն էր, որ 2016 տարի արդեն հայտնի էր. էլեկտրաէներգիայի տարիֆը բարձրանում է ոչ թե ռեսուրսների սակավության պատճառով, այլ էներգետիկ ընկերությունների ներսում եղած ֆինանսական կոռուպցիայի հետևանքով։ Բայց Գալուստ Սահակյանն այս մասին չխոսեց։ Նա շարունակեց իր ելույթը, եւ դահլիճը լսում էր լռությամբ։ Քանի հոգի այդ պահին էր մտածում, արդյոք այս մարդը, ով ազգային ժողովի ամբիոնից պաշտպանում է էներգետիկ մենաշնորհները, գիտի արդյոք թե նրա որդին նույն ժամանակ համակարգում է տասնյակ մասնավոր գործարքներ, որոնք ուղղակի կապ ունեն պետական գույքի հետ։ Արդյոք հայն իսկապես չգիտեր, թե ինչ է անում որդին, թե պարզապես ընտրել էր չտեսմել։ Պատասխանը երբեք չտրվեց, բայց հետաքննության արդյունքում ակնհայտ դարձավ. ընտանիքում կար բաշխված աշխատանք։ Գալուստ Սահակյանը վարում էր հանրային դիմագիծը, պաշտպանում համակարգը քաղաքական դաշտում, մինչդեռ Արմանը կառավարում տնտեսական շահերը, անմիջականորեն ներգրավված պետական ռեսուրսների բաշխման մեխանիզմում։ Եվ այս համակարգը գործում էր առանց ընդհատման, մինչև 2018 տարի մայիսը, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։ 2016 տարի ամռանը Երևանում տեղի ունեցավ իրադարձություն, որը մնաց ստվերում, բայց հետագայում դարձավ քրեական գործի առանցքային էպիզոդներից մեկը։ 5-րդ ամսվա 25-ին ուշ երեկոյան Արման Սահակյանի գրասենյակ եկավ այցելու, ում անունը երբեք չգրանցվեց այցելուների մատյանում։ Պահակները հետագայում պատմեցին հետաքննողներին. այդ մարդուն թույլ տվին անցնել առանց փաստաթղթերի ստուգման, որովհետև նա ուներ անտեսանելի այցելությունների իրավունք, հատուկ կարգավիճակ, որը տրվում էր միայն նրանց, ովքեր համարվում էին ներքին շրջանակ։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Սենյակից լսվում էին ձայներ, ոչ բարձր, բայց լարված, կարծես քննարկվող թեման պահանջում էր գաղտնիություն եւ շտապողականություն միաժամանակ։ Մի պահակ, ով կանգնած էր միջանցքում, հետագայում հիշեց, երբ այցելուն դուրս եկավ, Արման Սահակյանը ուղեկցեց նրան դռան մոտ եւ նրանց երկուսի դեմքերն էին այնպիսի, կարծես նորանոր են իմացել բանը, որը փոխում էր նախկին պլանները։ Արմանը վերադարձավ սենյակ եւ կանչեց իր տեղակալին։ Նրանք փակ դռների ետևում քննարկեցին փաստաթղթերի փաթեթ, կապված կենտրոն վարչական շրջանի ամենաթանկ տարածքներից մեկի հետ։ Տեղակալը ասաց. բայց այստեղ գնահատումը շուկայականից 5 անգամ ցածր է, սա կբարձրացնի կասկածներ։ Արմանը պատասխանեց. մենք չենք ստեղծում գնահատումը, մենք միայն հաստատում ենք այն, ինչ ներկայացրում են փորձագետները։ Եվ դա ճշմարտություն էր։ Համակարգը կառուցված էր այնպես, որ յուրաքանչյուր որոշում ուներ իր փորձագիտական եզրակացությունը, իր անկախ գնահատականը, որոնք պաշտոնապես անվիճելի էին, բայց իրականում պատրաստված էին նախապես պատվիրված արդյունքներով։ Մեկ շաբաթ անց այդ տարածքի աճուրդը տեղի ունեցավ, եւ հաղթող ճանաչվեց ընկերություն, որի սեփականատերը չէր հայտնի, գրանցված օֆշորային հարկային գոտում առանց հրապարակային տվյալների։ Գումարը, որը վճարվեց, եղավ 5 միլիոն դրամ տարածքի համար, որի շուկայական գինը գնահատվում էր 25 միլիոնով։ Տարբերությունը 20 միլիոն դրամ կորավ թղթային փաստաթղթերի խառնաշփոթի մեջ, եւ ոչ մի պաշտոնական մարմին չբարձրացրեց այդ հարցը։ Արդյոք այս պատահական էր։ Արդյոք գնահատողները սխալվել էին, թե պարզապես նրանք կատարում էին իրենց աշխատանքը ըստ ստացած հրահանգների։ Պատասխանը կգա միայն 2018 տարին, երբ հետաքննողները կբացեն գաղտնի արխիվները եւ կհայտնաբերեն նամակագրություն, որտեղ Արման Սահակյանի անունը կրկնվում է տասնյակ անգամ։ Իսկ ինչ էր տեղի ունենում Սահակյանների ընտանեկան կյանքում այդ նույն ժամանակահատվածում։ Բացվող արխիվները հետագայում ցույց կտան, նրանք ապրում էին կրկնակի աշխարհում, մի աշխարհ, որտեղ հանրային դիմակը պաշտպանում էր մասնավոր իրականությունը։ Գալուստ Սահակյանի կինը Ժաննա Գալստյանը երկար տարիներ աշխատել էր կրթական ոլորտում, եւ նրանց ընտանիքն ուներ անդամներ, ովքեր զբաղեցնում էին կարևոր պաշտոններ մարզային կառավարման մարմիններում։ Երբ լրագրողները սկսեցին ուսումնասիրել ընտանիքի կապերը, հայտնաբերեցին, որ Սահակյանների ազգականները ներգրավված էին տարբեր բիզնես ձեռնարկություններում, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով օգտվում էին պետական պայմանագրերից։ Օրինակ,
Բազե ՍՊ-ն, որը զբաղվում էր գովազդային վահանակների տեղադրմամբ Երևանի փողոցներում։ Պաշտոնապես ընկերությունը գրանցված էր անձի անունով, ով ծանոթ չէր հասարակությանը, բայց հետաքննությունը ցույց տվեց, այդ անձը ուներ ընտանեկան կապեր Սահակյանների հետ, եւ ընկերությունը շահույթ էր ստանում այն գովազդային տարածքներից, որոնք սեփականություն էին քաղաքապետարանի, բայց վարձակալության էին տրվել անհասկանալի պայմաններով։ Գովազդային վահանակը, որը կանգնած է Բաղրամյան պողոտայի կենտրոնական հատվածում, տարածք, որտեղ 1 քառակուսի մետր գովազդային տարածության վարձակալությունը կարող է արժենալ ամսական մի քանի 100,000 դրամ։ Բազե ընկերությունը վճարում էր միայն 10-րդ մասը այդ գումարի, ըստ պայմանագրի, որը ստորագրվել էր մի պաշտոնյայի կողմից, ով 2 տարի հետո հեռացել է պաշտոնից, առանց բացատրությունների։ Արդյոք հնարավոր է, որ պայմանագրի պայմանները սահմանվել էին սխալմամբ։ Արդյոք քաղաքային ծառայությունները չիմանային շուկայական գները։ Պատասխանը՝ իհարկե ոչ։ Շուկայական գները հայտնի էին բոլորին, ովքեր աշխատում էին այդ ոլորտում, բայց պայմանագիրը կնքվեց այնպիսի ձևով, որ պաշտպանված էր օրենսդրորեն եւ անհնար էր վիճարկել առանց ապացույցների, որ եղել է ուղղակի կոռուպցիոն համաձայնություն։ Եվ ապացույցները մնում էին թաքնված, մինչև 2018 տարին, երբ նոր իշխանությունները սկսեցին վերանայել բոլոր այդ պայմանագրերը։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր, արդյոք Գալուստ Սահակյանը գիտեր, թե ինչ էր տեղի ունենում նրա անվան շուրջ, թե նա պարզապես ընտրել էր չնկատել։ 2017 տարի ձմեռ, երբ Հայաստանն անցնում էր սահմանադրական փոփոխությունների փուլով եւ երկիրը փոխում իր քաղաքական համակարգը, անցնելով խորհրդարանական կառավարման, Գալուստ Սահակյանը դեռևս զբաղեցնում էր ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նա ելույթներ էր ունենում, որտեղ խոսում էր բարեփոխումների անհրաժեշտությունից, ժողովրդավարությունից, իրավունքի գերակայությունից։ Բայց ընդդիմադիր պատգամավորները արդեն սկսել էին հրապարակայնորեն հարցեր տալ, թե ինչպես է նա համատեղում իր քաղաքական պաշտոնը որդու գործունեության հետ, որը վերահսկում է պետական գույքը։ Գալուստ Սահակյանը պատասխանում էր ստանդարտ ձևով. «Իմ որդին անկախ անձնավորություն է, նա պատասխանատու է իր գործողությունների համար, եւ ես չեմ միջամտում նրա մասնագիտական որոշումներին»։ Այս պատասխանը հնչում էր օրինական, բայց չէր համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բոլոր իշխանական ընտանիքները ունեին իրար հետ կապեր, անհնար էր պնդել, որ հայրը եւ որդին գործում են լիովին անկախ։ Սահակյանների տունը գտնվում էր Աջափնյակ վարչական շրջանում, հսկայական տարածքով առանձնատուն, որը շրջապատված էր բարձր պատնեշներով, պահպանվում էր մասնավոր անվտանգության ծառայության կողմից եւ ուներ այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք նույնիսկ հարուստ բիզնեսմենների համար համարվեին շքեղ։ Լրագրողները, ովքեր փորձում էին լուսանկարել այդ տունը, դիմակայում էին պահպանողների կողմից, ովքեր արգելափակում էին ճանապարհը եւ պահանջում հեռանալ։ Տունը դարձել էր խորհրդանիշ այն անդունդի, որը գոյություն ուներ պաշտոնական աշխատավարձերի եւ իրական ապրելակերպի միջև։ Ինչպես կարող է մարդ, ում պաշտոնական եկամուտը տարեկան մի քանի միլիոն դրամ է, ապրել այնպիսի տանը, որի շինարարական արժեքը գնահատվում է տասնյակ միլիոններով։ Եվ ինչպես կարող է նրա որդին, ում պաշտոնական աշխատավարձը նույնպես պետական սանդղակով է սահմանված, ունենալ բանկային հաշիվներ լի միլիոններով։ Այս հարցերը տրվում էին կրկին եւ կրկին, բայց երբեք չստացան հստակ պատասխան։ Գալուստ Սահակյանը շարունակում էր իր հանրային դերը, ազգային ժողովի նախագահ, ով ղեկավարում է նիստերը, պաշտպանում կառավարության որոշումները եւ հանդես գալիս խոսքերով, որոնք պաշտպանում էին համակարգը։ Իսկ Արմանը շարունակում էր ստորագրել փաստաթղթեր, որոնք հետագայում կդառնային քրեական հետաքննության առարկա։ 2017 տարի աշնան սկզբին տեղի ունեցավ եւս մեկ իրադարձություն, որը հրապարակայնորեն քիչ ուշադրություն ստացավ, բայց հետագայում դարձավ կարևոր ապացույց։ Պետական գույքի կառավարման վարչությունը հրապարակեց ցուցակ պետական սեփականության օբյեկտներ, որոնք ենթակա էին սեփականաշնորհման կամ վարձակալության։ Ցուցակում կային տասնյակ տարածքներ Երևանի կենտրոնական եւ ծայրամասային վարչական շրջաններում, եւ դրանցից յուրաքանչյուրի մոտ նշված էր գնահատական արժեքը։ Երբ անկախ փորձագետները ուսումնասիրեցին այդ ցանկը, նկատեցին, շատ տարածքների գնահատումը անհամեմատ ցածր է իրական շուկայականից։ Նրանք պատրաստեցին հաշվետվություն եւ հրապարակեցին մամուլում, մատնանշելով, որ եթե այդ տարածքները օտարվեն այդպիսի գներով, պետությունը կկորցնի տասնյակ միլիարդներ։ Հաշվետվությունը սկանդալ հարուցեց մամուլում, եւ մի քանի օր շարունակ լրատվամիջոցները քննարկում էին այդ թեման։ Բայց Արման Սահակյանի վարչությունը պատասխանեց պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված էր. Գնահատումները կատարվել են անկախ փորձագիտական կազմակերպությունների կողմից, ըստ միջազգային ստանդարտների, եւ վարչությունը չի կարող միջամտել փորձագիտական եզրակացություններին։ Այս հայտարարությունը ձևականորեն ճիշտ էր, որովհետև օրենքը իսկապես պահանջում էր անկախ գնահատում,
Բայց խնդիրն այն էր, որ այդ անկախ կազմակերպությունները իրենք ընտրվում էին վարչության կողմից, եւ նրանց գնահատականները միշտ համընկնում էին այն արդյունքների հետ, որոնք շահավետ էին պաշտոնյաներին։ Սկանդալը մարեց մի քանի օրում, որովհետև Հայաստանում մամուլի ուշադրությունը արագ փոխվում էր, մի թեմայից մյուսին, եւ քաղաքացիները չունեին ռեսուրսներ, որպիսի շարունակեին հետևել յուրաքանչյուր այդպիսի գործին։ Բայց փաստաթղթերը մնացին, եւ հետաքննության ժամանակ հենց այդ փաստաթղթերը դարձան ապացույց, ցույց տալու, թե ինչպես էր համակարգված կերպով իրականացվում պետական գույքի թալանը։ Արդյոք Արման Սահակյանը հասկանում էր, որ ինչ-որ օր այս ամենը կբացահայտվի։ Հետաքննության ընթացքում նրա բջջային հեռախոսից վերականգնված հաղորդագրությունները ցույց տվեցին, նա ապրում էր վստահությամբ, որ համակարգը անսասան է։ Երբ մարդը տարիներ շարունակ ապրում է առանց հետևանքների, սկսում է հավատալ, որ հետևանքներ երբեք չեն լինի։ Այս հոգեբանական երևույթն ունի անուն՝ անպատժելիության համալիր։ Եվ Սահակյանների դեպքում այս համալիրը ակնհայտ էր։ Նրանք գործում էին այնպես, կարծես օրենքները գրված էին ուրիշների համար, եւ իրենք գտնվում էին դրանց վերևում, պաշտպանված իշխանության, կապերի եւ համակարգի բարդության միջոցով, որտեղ պարզ հետաքննությունը պահանջում էր տալիներ եւ ռեսուրսներ։ 2016-ից մինչև 2018 տարին Արման Սահակյանը շարունակեց զբաղեցնել իր պաշտոնը, եւ այդ 2 տարում տեղի ունեցան հարյուրավոր գործարքներ, պետական գույքի օտարումներ, վարձակալություններ, սեփականաշնորհներ, սեփականաշնորհումներ։ Յուրաքանչյուր գործարք ուներ իր թղթային հետքը, իր փաստաթղթերը, իր ստորագրությունները, բայց երբ այդ գործարքները վերլուծվեցին մեկտեղ, հետաքննության ժամանակ ակնհայտ դարձավ նմուշը։ Ամենաթանկ տարածքները օտարվում էին ամենաէժան գներով, եւ ամենամեծ շահառուները լինում էին մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեին իշխող կլանի հետ։ Սա չէր պատահական, սա էր համակարգ։ Իսկ համակարգը չի կարող գործել առանց ղեկավարի։ Երբ 2018 տարի ապրիլին Հայաստանում սկսվեցին հզոր բողոքի ակցիաները, Սերժ Սարգսյանի նոր վարչապետ դառնալու դեմ Գալուստ Սահակյանն ասաց հերթական ելույթը, որտեղ կոչ արեց ցուցարարներին հասկանալ իրենց պատասխանատվությունը։ Նա խոսեց կայունության մասին, երկրի անվտանգության մասին, օրենքի գերակայության մասին։ Բայց փողոցները լի էին մարդկանց ցոնցով, ովքեր այլևս չէին հավատում այդ խոսքերին։ Նրանք պահանջում էին փոփոխություն, համակարգի փոփոխություն, իշխանության փոփոխություն, կյանքի փոփոխություն։ Եվ երբ Թավշյա հեղափոխությունը հաջողեց, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Սահակյանների ընտանիքը հասկացավ, նրանց անպատժելիության շրջանն ավարտվեց։ Արմանը հրաժարական տվեց իր պաշտոնից 2018 տարի մայիսին, բայց հրաժարականը չփրկեց նրան հետաքննությունից։ 2019 եւ 2020 տարիներին ստեղծված հետաքննական խմբերը սկսեցին վերլուտել Արման Սահակյանի ղեկավարած վարչության փաստաթղթերը։ Նրանք հայտնաբերեցին հարյուրավոր աճուրդներ, որտեղ պայմանները խախտված էին, հարյուրավոր գործարքներ, որտեղ գները չէին համապատասխանում շուկայականին, եւ տասնյակ դեպքեր, որտեղ պետական գույքը կորել էր պարզապես փաստաթղթերի խառնաշփոթի մեջ։ Թիվ 161 մանկապարտեզի գործը դարձավ խորհրդանշական։ Հետաքննությունը պարզեց, մանկապարտեզի տարածքը օտարվել է ընկերությանը, որը պատկանում էր անձի, ով ուներ ուղղակի ընտանեկան կապեր օլիգարխների հետ, ովքեր համարվում էին Սահակյանների մտերիմ շրջապատ։ Գումարը, որը վճարվել էր, եղավ 3 անգամ պակաս շուկայականից, եւ պայմանագիրը թույլ էր տվել գնորդին ազատ տնօրինել տարածքը առանց պարտավորության վերականգնել մանկապարտեզը։ Արդյունքում տարածքը վերածվեց առևտրային կենտրոնի, եւ այն երեխաները, ովքեր նախկինում այցելում էին այդ մանկապարտեզ, ստիպված եղան փնտրել այլ վայրեր, հեռավոր վարչական շրջաններում։ Արդյոք Արման Սահակյանը գիտեր, որ այդ գործարքը խախտում է երեխաների իրավունքները, խախտում է քաղաքային զարգացման նորմերը։ Իհարկե գիտեր, բայց նա ընտրեց ստորագրել փաստաթուղթը, որովհետև նրա խնդիրն էր ոչ թե պաշտպանել հանրային շահը, այլ ապահովել համակարգի շահերը։ 2023 տարի նրա դեմ հարուցվեց քրեական գործ, պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ գույքի հափշտակությանն օժանդակելու մեղադրանքներով։ Հետաքննությունը շարունակվում է, դատական գործընթացներն ընթանում են դանդաղ, բայց փաստաթղթերը խոսում են ինքնին։ Իսկ Գալուստ Սահակյանը մինչ օրս չի հայտարարվել որպես մեղադրյալ, բայց հարցը մնում է, արդյոք հնարավոր է, որ հայրը չիմանար, թե ինչ է անում որդին։ 2017 տարի հոկտեմբերին, երբ Երևանը սկսում էր նախապատրաստվել ձմռանը եւ փողոցներում արդեն զգացվում էր հիվանդանոցների ծանր օդը, Արման Սահակյանի բժշկական քարտում հայտնվեց գրառում, որը երբեք չպետք է դառնար հրապարակային։ Նրա անձնական բժիշկը մարդ, ով ծառայել էր ընտանիքին 15 տարի եւ ստորագրել էր գաղտնիության համաձայնագիր, գրանցեց. Հիվանդը ցուցաբերում է անքնության ծանր ախտանշաններ,
լարվածության բարձրացում, արյան ճնշման անկայունություն։ Բժիշկը նշանակեց հանգստացնող դեղամիջոցներ, այնպիսիք, որոնք սովորաբար տրվում են հետցառայողական սթրեսային խանգարման դեպքում։ Բայց Արմանը չուներ ռազմական անցյալ, նա ուներ ուրիշ բան, գիտելիք այն մասին, ինչ տեղի է ունենում երկրում, գիտելիք այն մասին, որ համակարգը, որին նա ծառայել է տասնամյակ, սկսում է քայքայվել։ Հետաքննողները հետագայում կգտնեն այդ բժշկական քարտը և կպարզեն, հենց այդ ամիսներին Արմանի առողջական վիճակը սկսեց կտրուկ վատանալ։ Սթրեսը, անքունությունը, մշտական մտահոգությունը, սրանք ֆիզիկական ախտանշաններ էին այն բանի, որ նա գիտեր, ժամանակը սպառվում է։ Նույն ամսում, երբ բժիշկը գրանցեց այդ ախտանշանները, Արմանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում 3 մարդու միջև, որոնք երբեք չպետք է գտնվեին մեկ սենյակում միաժամանակ։ Առաջին անձը Արման Սահակյանը, երկրորդը իրավաբան, ով մասնագիտացած էր պետական սեփականության գործերում և ուներ մուտք արխիվ, որտեղ պահվում էին բոլոր փաստաթղթերը։ Երրորդը անձ, ում անունը չի հիշատակվի այստեղ, բայց ով ներկայացնում էր բիզնես շահեր, որոնք ուղղակիորեն կախված էին Արմանի ստորագրությունից։ Հանդիպումը տևեց 5 ժամ։ Պահակները հետագայում պատմեցին, երբ այցելուները դուրս եկան, նրանց դեմքերը այնպիսի էին, կարծես նորանոր են լսել վերջնական դատավճիռ։ Արմանը մնաց գրասենյակում մինչև ուշ գիշեր, միայնակ, լույսերը մարած, և պահակը, ով անցնում էր միջանցքով, տեսավ նրա ստվերը պատուհանի մոտ, անշարժ, կարծես քանդակ։ Ինչ էին քննարկել այդ 5 ժամում։ Հետաքննությունը երբեք չկարողացավ ստանալ ամբողջական պատասխան, բայց վերականգնված էլեկտրոնային նամակագրությունը ցույց տվեց, քննարկվում էր փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն։ Ոչնչացումը չի նշանակում պարզապես թուղթը խզել կամ այրել։ Ժամանակակից արխիվներում փաստաթղթերը պահվում են թվային ձևաչափով, և յուրաքանչյուր գործարք ունի էլեկտրոնային հետք, սերվերներում, պահուստային կրիչներում, տարբեր մարմինների համակարգերում։ Բայց կային դեպքեր, երբ առանցքային փաստաթղթերը կորչում էին, պարզապես թարմացումների ընթացքում կամ տեխնիկական խափանումների պատճառով։ Արդյոք դա պատահական էր։ 2018 տարի ապրիլին, երբ հեղափոխությունը արդեն սկսվել էր փողոցներում, Արման Սահակյանի գրասենյակի սերվերներից անհետացավ 3 տարվա արխիվ։ Միևնույն ժամանակ Գալուստ Սահակյանի հետ էր տեղի ունենում ինչ-որ այլ բան, ավելի դանդաղ, բայց ոչ պակաս տեսանելի։ Տարիներ շարունակ նա հայտնի էր իր էներգիայով, իր ելույթների թափով, իր կարողությամբ, ժամերով խոսել առանց նշումների։ Բայց 2017 տարվա վերջին նրա մերձավորները սկսեցին նկատել փոփոխություններ։ Ելույթներն ավելի կարճ էին դառնում, ձայնը կորցնում էր հնչողությունը, և երբեմն նա կանգ էր առնում նախադասության կեսին, կարծես մոռացել, թե ինչ ուզում էր ասել։ Զում էր ասել։ Լրագրողները, ովքեր տարիներ շարունակ հետևել էին նրա հանրային հայտնություններին, նկատեցին նաև ֆիզիկական փոփոխություններ։ Նրա մազերը, որոնք մինչ այդ եղել էին մոխրագույն, դարձել էին ամբողջովին սպիտակ։ Քայլելաղոճը, որը նախկինում եղել է վստահ և արագ, դարձել էր դանդաղ, զգուշավոր։ Աչքերը, որոնք միշտ փայլում էին, երբ նա խոսում էր ամբիոնից, այժմ թվում էին հոգնած, անգամ երբ նա ժպտում էր լուսանկարիչների առջև։ Սրանք ֆիզիոլոգիական նշաններ էին։ Իշխանության տարիները թողել էին իրենց հետքը վրա։ 15 տարի քաղաքական կյանքում, 15 տարի անընդհատ լարվածության մեջ, 15 տարի այն համակարգի պաշտպանության մեջ, որը պահանջում էր անընդհատ ճգնաժամերի կառավարում։ Մարդու մարմինը չի կարող անսահման դիմակայել այդ ճնշմանը։ Հոգեբանները ասում են, երկարատև սթրեսը հանգեցնում է մարմնի վաղաժամ ծերացմանը։ Գալուստ Սահակյանի դեպքում սա էր տեղի ունենում։ 2017 տարի նրա անձնական օրացույցում գրանցվեցին այցեր բժիշկների, որոնք մասնագիտացած էին սրտանոթային հիվանդություններում։ Նա չխոսեց այդ մասին հրապարակայնորեն, բայց նրա ընտանիքը գիտեր, առողջությունը վատանում է։ Իսկ երբ առողջությունը վատանում է, երբ մարմինը սկսում է ոչնչանալ, մարդը սկսում է մտածել իր կյանքի մասին։ Ինչ եմ արել։ Ինչի համար։ Արդյոք արժեր։ Արդյոք Գալուստ Սահակյանը տվեց իրեն այդ հարցերը։ Արդյոք նա հասկացավ, որ իր քաղաքական կարիերան, որը պիտի լիներ ժողովրդի ծառայություն, իրականում դարձել էր համակարգի պաշտպանություն, որը թալանում էր այդ նույն ժողովրդին։ Եթե նա տվեց այդ հարցերը, նա երբեք չխոսեց դրանց մասին։ Նա շարունակեց ելույթները, շարունակեց պաշտպանել կառավարության որոշումները, շարունակեց լինել այն դիմագիծը, որը թաքցնում էր համակարգի իրական բնույթը։ Բայց ֆիզիկան ստելու հնարավորություն չէր տալիս։ Տարեց մարդու մարմինը չի կարող կրել երիտասարդի դիմակը։
2016 տարվանից մինչև 2018 տարի 2 տարում Հայաստանի պետական արխիվներից անհետացավ 837 փաստաթուղթ։ Սա պաշտոնական թիվ է, որը հրապարակվեց Ազգային արխիվի տնօրենի կողմից 2019 տարի։ 837 փաստաթուղթ, որոնք վերաբերում էին պետական գույքի սեփականաշնորհման, վարձակալության, օտարման գործարքներին։ Ինչպես կարող է փաստաթուղթը անհետանալ արխիվից։ Արխիվներն ունեն պահպանության համակարգ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի իր համարը, իր տեղը, իր գրանցումը։ Եթե ինչ-որ մեկը ուզում է հանել փաստաթուղթը, պետք է ստորագրի ստացական թերթիկ։ Բայց այդ 837 փաստաթղթերի համար ստացական թերթիկներ չկային։ Նրանք պարզապես կորել էին։ Հետաքննողները փորձեցին վերականգնել էլեկտրոնային պատճենները, բայց պարզվեց, այդ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները նույնպես բացակայում էին համակարգից։ Ինչպես է հնարավոր, որ փաստաթուղթը միաժամանակ կորչի և թղթային, և էլեկտրոնային տարբերակներով։ Պատասխանը մեկն է՝ միտումնավոր ոչնչացում, համակարգված, պլանավորված, իրականացված մարդկանց կողմից, ովքեր ունեին մուտք և ֆիզիկական արխիվ, և սերվերներ։ Երբ հետաքննողները սկսեցին ստուգել, թե ով ուներ մուտք, պարզվեց մուտքի իրավունք ունեին 31 մարդ, որոնցից 12-ը աշխատում էին պետական գույքի կառավարման վարչությունում։ Արդյոք նրանցից մեկը պատասխանատու էր ոչնչացման համար։ Հետաքննությունը չկարողացավ ապացուցել, բայց կասկածները մնացին։ Ինչ էր գրված այդ փաստաթղթերում, որ դրանք անհրաժեշտ էր ոչնչացնել։ Հետաքննողները վերականգնեցին մի քանի փաստաթուղթ այլ աղբյուրներից, եւ այն, ինչ նրանք գտան, ցույց տվեց, դրանք ապացույց էին խոշորագույն գործարքների, որտեղ պետական տարածքներ օտարվել էին գումարների դիմաց, որոնք անհամեմատ ցածր էին շուկայականից։ Օրինակ, մի փաստաթուղթ, որը վերականգնվեց պատահականորեն մի նոտարի գրասենյակից, ցույց էր տալիս կենտրոն վարչական շրջանի հսկայական տարածք, որի շուկայական գինը գնահատվում էր 50 միլիոն դրամով, օտարվել է ընկերությանը 10 միլիոնի դիմաց։ Պայմանագիրը ստորագրել էր Արման Սահակյանը։ Գնորդը օֆշորային ընկերություն, որի իրական սեփականատերը հայտնի չէ մինչ օրս։ Այս փաստաթուղթը պետք է լիներ արխիվում, բայց այն կորել էր։ Ով հանեց այն արխիվից։ Երբ։ Ինչու։ Հետաքննությունը շարունակվում է, բայց ճշմարտությունը դժվար թե երբևէ ամբողջությամբ բացահայտվի։ 2017 տարի դեկտեմբերին, երբ Երևանը ծածկված էր ձյան տակ և փողոցները դատարկ էին գիշերային ժամերին, Գալուստ Սահակյանի տանը տեղի ունեցավ ընտանեկան հանդիպում։ Ներկա էին նրա կինը, Ժաննան, որդին Արմանը և մի քանի ազգականներ, ովքեր ևս զբաղեցնում էին պաշտոններ տարբեր պետական մարմիններում։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների ետևում, և ոչ ոք չի իմանում, թե ինչ էին քննարկում, բայց հաջորդ օրը Արմանը կատարեց որոշում, որը հետագայում դառավ հետաքննության առարկա։ Նա տվեց հրահանգ իր տեղակալներին արագացնել պատրաստված փաստաթղթերի ստորագրումը, որոնք վերաբերում էին պետական տարածքների օտարմանը։ Փաստաթղթերը սպասում էին հաստատման արդեն 2 ամիս, բայց Արմանը դանդաղեցրել էր գործընթացը անորոշ պատճառներով։ Այժմ նա պահանջեց բոլոր փաստաթղթերը հաստատվեն 1 շաբաթվա ընթացքում։ Ինչու։ Տեղակալները հետագայում պատմեցին հետաքննողներին, նրանք զարմացած էին այդ անակնկալ շտապողականությամբ, բայց չհամարձակվեցին հարց տալ։ Արմանը բացատրություն չտվեց, նա պարզապես պահանջեց կատարել հրահանգը։ Եվ 1 շաբաթում ստորագրվեց 32 փաստաթուղթ, 32 գործարք, որոնցում պետական գույքը անցավ մասնավոր ձեռքերին։ Ընդհանուր գումարը մոտ 2 միլիարդ դրամ պակաս, քան շուկայական գինը։ 2 միլիարդ դրամ, որոնք կկորչեին պետական բյուջեից, բայց կհայտնվեին մասնավոր հաշիվներում։ Արդյոք Արմանը գիտեր, որ հեղափոխությունը մոտենում է։ Արդյոք նա զգում էր, որ ժամանակը սպառվում է և որ անհրաժեշտ է ավարտել գործերը, մինչև ամեն ինչը փոխվի։ Հետաքննողները հավատում են այո։ Նրանք կարծում են, որ Սահակյանների ընտանիքը տեղեկություններ ուներ այն մասին, որ երկրում իրավիճակը դառնում է անկառավարելի և որ համակարգը կարող է փլուզվել ցանկացած պահի։ Բայց պաշտոնապես ապացուցելը դժվար է, որովհետև այդպիսի տեղեկություններ հասնում են ոչ թե էլեկտրոնային նամակներով, այլ անձնական հանդիպումներով, հեռախոսազանգերով, որոնք չեն գրանցվում։ Կա մեկ փաստ, որը հաստատված է։ 2017 տարի դեկտեմբերից մինչև 2018 տարի մարտ 3 ամսում Արման Սահակյանը ստորագրեց ավելի շատ փաստաթուղթ, քան նախորդ 12 ամսում։ Ինչու այս շտապողականությունը։ Պատասխանը միայն նա գիտի։ Երբ համակարգը փլուզվում է, առաջինը փախչում են նրանք, ովքեր ամենաշատն են կորցնելու։
2018 տարի ապրիլ 23-ին, երբ Երևանի փողոցները լեցուն էին ցուցարարներով եւ Սերժ Սարգսյանն արդեն հասկացել էր, որ իր վարչապետությունը դատապարտված է, Արման Սահակյանը կատարեց որոշում։ Նա չգնաց աշխատանքի։ Առավոտյան ժամը 9-ը, երբ նա սովորաբար արդեն նստած է գրասենյակում, նրա աշխատակիցները տեսան դատարկ սեղան։ Նրա տևակալը փորձեց զանգահարել։ Հեռախոսը անջատված էր։ Ընտանիքի տունը աջափնյակում փակված էր, վարագույրները իջեցված։ Պահպանողները պատմեցին, Արմանը մեկնել է ժամը 7-ին, մեքենայով, որը չէր պատկանում նրան եւ որի համարանիշը չէր գրանցված նրա անվան վրա։ Նա վերադարձավ միայն 3 օր անց, ապրիլ 26-ին, Երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, եւ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իշխանության անցման գործընթացը։ Որտեղ էր Արմանը այդ 3 օրը։ Ում հետ։ Ինչ էր անում։ Նա երբեք չպատասխանեց այս հարցերին, եւ հետաքննությունը չկարողացավ վերականգնել նրա երթուղին։ բայց կա վկայություն մի անձից, ով պատահականորեն տեսավ նրան սահմանամերձ քաղաքներից մեկում, հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էին մի քանի բիզնեսմեններ։ Այդ անձը հիշեց. Արմանը թուլացած էր, դեմքը գունատ, աչքերի տակ սև շրջանակներ, կարծես չի քնել օրեր շարունակ։ Երբ ապրիլ 26-ին նա վերադարձավ Երևան եւ մտավ իր գրասենյակ, աշխատակիցները տեսան մարդու, ով փոխվել էր։ Նա անմիջապես հանդիպում ունեցավ իր իրավաբանների հետ եւ հանդիպումից հետո տվեց հրահանգ, պատրաստ էր հրաժարականի դիմում։ Մայիսի առաջին օրերին Արման Սահակյանը ներկայացրեց հրաժարական, պաշտոնական պատճառաբանությամբ անձնական նկատառումներ։ Հրաժարականը ընդունվեց, եւ նա դադարեց լինել պետական գույքի կառավարման վարչության պետ։ Բայց հրաժարականը նրան չփրկեց։ Քրեական գործը սկսվեց 3 տարի անց, բայց փաստաթղթերը, որոնք նա ստորագրել էր իր պաշտոնավարման տարիներին, մնացին որպես ապացույց։ Իսկ Գալուստ Սահակյանը շարունակեց մնալ ազգային ժողովի նախագահ մինչև 5-րդ ամիսը, երբ նոր խորհրդարանը ձևավորվեց եւ նա կորցրեց իր տեղը։ Երբ մարդ տարիներ շարունակ ապրում է հզորության եւ անպատժելիության մեջ, նա սկսում է հավատալ, որ օրենքները գրված են ուրիշների համար։ Բայց յուրաքանչյուր համակարգ ունի իր վերջը, եւ յուրաքանչյուր անպատժելիության շրջան ավարտվում է այն պահին, երբ հանրությունը ասում է բավական է։ Հայաստանում այդ պահը եկավ 2018 տարի։ Թավշյա հեղափոխությունը փոխեց ոչ միայն քաղաքական ուժերի հավասարակշռությունը, այլև բացեց ճանապարհ հետաքննությունների համար, որոնք նախկինում անհնար էին։ Սահակյանների գործը դարձավ խորհրդանշական, ոչ թե որովհետև դա ամենախոշոր կոռուպցիոն սկանդալն էր, այլ որովհետև այն ցույց տվեց, թե ինչպես էր աշխատում ողջ համակարգը։ Հայրն ու որդին, քաղաքականն ու պաշտոնյան, հանրային դիմագիծն ու գաղտնի գործարքները։ Սրանք երկու կողմերն էին մի նույն մետաղադրամի, որը տասնամյակներ շարունակ պտտվել է Հայաստանի հանրային կյանքում։ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանությունները սկսեցին քննել նախորդ տարիների գործարքները, հայտնաբերվեց պետական գույքի օտարումների միջոցով Հայաստանը կորցրել է տասնյակ միլիարդներ։ Այդ գումարները հավասար էին մի քանի տարվա սոցիալական բյուջեի։ Դրանով կարող էին կառուցվել դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ։ Փոխարենը դրանք վերածվեցին մասնավոր առանձնատների, շքեղ մեքենաների, օֆշորային հաշիվների։ Եվ ամենատխուրը դա տեղի ունեցավ օրինական ձևով, ստորագրություններով, կնիքներով, փաստաթղթերով, որոնք պաշտպանված էին օրենքով։ Դատական գործընթացներն ընթանում են դանդաղ, որովհետև պաշտպանողները օգտվում են յուրաքանչյուր իրավական մանրուքից ձգձգելու գործը։ Բայց թեկուզ դատավճիռը տարիներ տևի, հարցերը արդեն տրված են։ Ով էր օգտվել պետական գույքի օտարումներից։ Ով էր ստանում շահույթը, ով էր կորցնում։ Պատասխանները հայտնի են. օգտվողը, իշխող կլանը եւ նրանց բիզնես գործընկերները, շահառուները, օլիգարխները, ովքեր վերահսկում էին տնտեսության առանցքային ճյուղերը։ Կորցնողը, պետությունը, ժողովուրդը, ապագա սերունդները, որոնք ժառանգեցին երկիր, թալանված, հնացած ենթակառուցվածքներով, եւ պարտքեր, որոնք ստեղծվել էին ոչ թե զարգացման, այլ անձնական հարստացման համար։ Արդյոք արդարադատությունը կգա։ Արդյոք ովքեր պատասխանատու են կպատժվեն, թե կրկին համակարգը կպաշտպանի իր սերունդները։ 2023 տարի փետրվարին, երբ Երևանը դեռ ապրում էր համաճարակի սահմանափակումների մեջ եւ փողոցները հազվադեպ էին լեցվում մարդկանցով, դատարանը հրապարակեց որոշում, որը շատերը սպասում էին 3 տարի։ Արման Սահակյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ պետական գույքի հափշտակության թյան օժանդակելու համար։ Մեղադրանքը հիմնված էր 354 փաստաթղթի վրա,
փաստաթղթեր, որոնք վերականգնվել էին արխիվներից, պահուստային սերվերներից, նույնիսկ նոտարական գրասենյակներից, որտեղ պահպանվել էին պատճենները։ Յուրաքանչյուր փաստաթուղթ վկայում էր մեկ գործարքի մասին, մեկ տարածքի օտարման, մեկ աճուրդի, որտեղ պետական շահը զոհվել էր մասնավոր շահի հանուն։ Դատական նիստը տեղի ունեցավ փակ դռների ետևում, ըստ պաշտպանության պահանջի, որը պնդում էր հրապարակայնությունը կվնասի օբյեկտիվ դատաքննությանը։ Բայց նույնիսկ փակ դռների ետևում դատավարության մանրամասները արտահոսում էին մամուլ։ Լրագրողները գրում էին. Արման Սահակյանը նստում էր դատարանի դահլիճում անշարժ, դեմքը արտահայտություն չունեցող, աչքերը ուղղված առջևի սեղանին, կարծես փորձում է անտեսել ամբողջ գործընթացը։ Նրա պաշտպանները ներկայացնում էին փաստարկներ, մեղադրանքները հիրը հիմնված են սխալ մեկնաբանությունների վրա, աճուրդները կատարվել են օրենքին համապատասխան, իսկ գնահատումները տվել են անկախ փորձագետներ, ովքերի եզրակացությունները չեն կարող վիճարկվել ոչ իրավական, ոչ էլ տեխնիկական հիմքերով։ Պաշտպանության տրամաբանությունը պարզ էր։ Արման Սահակյանը կատարել է միայն ադմինիստրատիվ դերակատարում, ստորագրել է փաստաթղթեր, որոնք արդեն պատրաստված էին ենթակաների կողմից, եւ նա չի կրում անձնական պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք կայացվել են կոլեկտիվ քննարկումների արդյունքում։ Բայց դատախազությունը ներկայացրեց ապացույցներ, որոնք ցույց էին տալիս հակառակը։ Էլեկտրոնային նամակագրությունը, որը վերականգնվել էր Արմանի աշխատանքային հաշվից, պարունակում էր հրահանգներ իր տեղակալներին, արագացնել որոշակի աճուրդները, փոխել գնահատումները, ընդունել որոշակի մոշակի մասնակիցների դիմումները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում ձևական պահանջներին։ Այս հրահանգները ուղղակի փաստ էին։ Արմանը ոչ թե պարզապես կատարում էր ադմինիստրատիվ գործառույթներ, այլ ակտիվորեն ղեկավարում էր գործընթացը, ուղղորդելով այն դեպի նախապես սահմանված արդյունքներ։ Դատաքննությունը տևեց 16 ամիս, եւ վերջնական դատավճիռը դեռ չի կայացվել։ Մինչդեռ Գալուստ Սահակյանը, ով երբեք չէր ենթարկվել քրեական հետապնդման, շարունակեց ապրել իր տանը աջափնյակում, ոչնչով չտարբերվող պարզ կենցաղից։ Բայց նրա կյանքը փոխվել էր անճանաչելիորեն։ Մարդը, ով տասնամյակներ շարունակ եղել է հանրային դեմք, ամբիոններ, հեռուստաելույթներ, պաշտոնական միջոցառումներ, այժմ հազվադեպ էր լքում տունը։ Երբ լրագրողները փորձում էին մոտենալ նրան հարցազրույցի համար, նա մերժում էր։ Երբ նախկին գործընկերները զանգահարում էին, նա պատասխանում էր կարճ անօգուտ։ Ընտանիքի անդամները պատմում էին, նա անցկացնում է ժամերը գրադարանում, ընթերցում հին գրքեր, նայում պատուհանից դուրս այգի, որտեղ ձմեռված ծառերը կանգնած են մերկ, անշարժ, կարծես սառած ժամանակի մեջ։ Արդյոք նա զղջում է իր արածների համար։ Արդյոք նա հասկանում է, որ իր քաղաքական կարիերան, որը պիտի լիներ ժողովրդի ծառայություն, վերածվել է համակարգի պաշտպանության, համակարգի, որը շահագործում էր հենց այն մարդկանց, ում անունից նա խոսում էր։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, որովհետև Գալուստ Սահակյանը երբեք հրապարակային չի խոսել իր անցյալի մասին։ Նույնիսկ երբ լրագրողները հրապարակեցին նյութեր նրա որդու գործունեության մասին, նույնիսկ երբ դատական գործընթացները սկսվեցին, նա պահպանեց լռություն։ Միակ անգամը, երբ նա պաշտոնական հայտարարություն տվեց, եղավ 2021 տարի մարտին, երբ ասաց. «Իմ որդին անկախ անձնավորություն է, եւ ես վստահ եմ, որ արդարադատությունը կապացուցի նրա անմեղությունը»։ Այս նախադասությունը կրկնում էր այն, ինչ նա ասել էր տարիներ առաջ, երբ դեռ իշխանության մեջ էր, եւ երբ կարծում էր համակարգը անսասան է։ Բայց արդարադատությունը ապացուցեց ուրիշ բան։ Ապացուցեց, որ փաստաթղթերը խոսում են իրենք, եւ որ ստորագրությունները չեն կարող թաքնվել իրավաբանական հնարքների ետևում։ Գալուստ Սահակյանի առողջությունը վատանում էր։ 2023 տարի աշնանը նրան տեղափոխեցին հիվանդանոց սրտի խնդիրների պատճառով, եւ նա անցկացրեց 2 շաբաթ վերակենդանացման բաժանմունքում։ Երբ դուրս եկավ, լրագրողները նկարեցին նրան նիհար, թուլացած, քայլող ջավալակի օգնությամբ։ Սա այլևս չէր այն մարդը, ով 15 տարի առաջ բարձրանում էր ամբիոն ուժեղ ձայնով եւ վստահ քայլերով։ Սա էր մարդ, ում մարմինը վճարում էր գինը այն համակարգի համար, որին նա ծառայել է իր ողջ քաղաքական կյանքը։ Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց հաշվետվություն 2011-ից մինչև 2018։ 7 տարում Հայաստանը կորցրեց տասնյակ միլիարդ դրամ պետական գույքի օտարումների միջոցով։ Հաշվետվությունը մանրամասն նկարագրում էր սխեմաները, ինչպես էր գույքը գնահատվում անիրականորեն ցածր գներով, ինչպես էին աճուրդները կազմակերպվում ձևական մասնակցությամբ, ինչպես էին հաղթողները որոշվում նախապես։ Եվ գլխավոր եզրակացությունը. համակարգը չէր սխալ, համակարգը կառուցված էր հենց այդպես աշխատելու համար։ Պետական գույքի կառավարման վարչությունը չէր օազիս կոռուպցիայի անապատում։
Այն էր մաս ամբողջ մի կառույցի, որտեղ յուրաքանչյուր կառավարչական մարմին խաղում էր իր դերը, պաշտպանելու իշխող կլանի շահերը։ Արման Սահակյանը չէր միակ պաշտոնյան, ով ստորագրում էր կասկածելի գործարքներ։ Կային տասնյակ ուրիշներ, քաղաքապետարաններում, նախարարություններում, տարածքային կառավարման մարմիններում։ Բայց Արմանի դեպքը դարձավ խորհրդանշական, որովհետև նա ուներ ամենամեծ լիազորությունները՝ վերահսկելու ամբողջ երկրի պետական սեփականությունը։ Եվ որովհետև նրա հայրը Գալուստ Սահակյանը զբաղեցնում էր ազգային ժողովի նախագահի պաշտոնը, պաշտոն, որը պիտի լիներ ժողովրդավարության խորհրդանիշ, բայց վերածվել էր համակարգի պաշտպանիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվությունը նաև բացահայտեց, որ շահառուները, նրանք ովքեր ստացան օտարված գույքը, մեծամասամբ էին անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապեր ունեին իշխող հանրապետական կուսակցության հետ։ Սրանք էին օլիգարխները, ում անունները կրկնվում էին տարբեր սկանդալներում՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, Մանվել Գրիգորյան եւ ուրիշներ։ Յուրաքանչյուրը վերահսկում էր տնտեսության որոշակի ճյուղ՝ սննդամթերքի ներկրում, շինարարություն, էներգետիկա։ Եվ յուրաքանչյուրը օգտվում էր պետական ռեսուրսներից՝ վարձակալություններ, կալություններ անհասկանալի պայմաններով, պետական պատվերներ առանց աճուրդների, հողատարածքներ արժեքից ցածր գներով։ Սա էր համակարգը, որտեղ քաղաքական իշխանությունը եւ տնտեսական մենաշնորհը միաձուլված էին մեկ ամբողջության մեջ, եւ որտեղ հանրային շահը զոհաբերվում էր անձնական հարստացման համար։ Բայց ով պատասխանատու է համակարգի համար։ Միայն պաշտոնյաները, ովքեր ստորագրում էին փաստաթղթերը, թե նաև քաղաքական ղեկավարները, ովքեր ստեղծել էին այդ համակարգը եւ թույլ տվել նրան գործել տասնամյակներ։ 2022 տարի հունիսին տեղի ունեցավ իրադարձություն, որը շատերը չնկատեցին, բայց որը խորհրդանշական էր։ Երևանի կենտրոնում, հենց այն տեղում, որտեղ 10 տարի առաջ կանգնած էր մանկապարտեզի հին շենքը, այն շենքը, որը օտարվել էր եւ վերածվել առևտրային կենտրոնի, տեղադրվեց հուշատախտակ։ Հուշատախտակի վխտակի վրա գրված էր. այստեղ մինչև 2013 տարին գործում էր թիվ 161 մանկապարտեզը, որտեղ կրթություն ստացան հարյուրավոր երեխաներ։ Շենքը օտարվեց անօրինական պայմաններով, եւ այս հուշատախտակը խորհրդանիշ է այն գույքի, որը կորցրեց մեր երկիրը։ Հուշատախտակը տեղադրեցին քաղաքացիական ակտիվիստները առանց պաշտոնական թույլտվության, եւ այն մնաց կանգուն միայն 3 օր, մինչև քաղաքապետարանը հեռացրեց, պնդելով, որ դա խախտում է քաղաքային կարգավորումները։ Բայց այդ 3 օրում հարյուրավոր մարդիկ անցան, կարդացին գրությունը, լուսանկարեցին, կիսվեցին սոցիալական ցանցերում։ Եվ այդ լուսանկարները դարձան խորհրդանիշ այն ժողովրդի, որը չի ուզում մոռանալ ինչ է կորցրել։ Արդյոք հնարավոր է վերականգնել այն, ինչ կորել է։ Արդյոք հնարավոր է վերադարձնել պետական գույքը, որը տասնամյակներ շարունակ օտարվել է մասնավոր ձեռքերին։ Իրավաբանները ասում են՝ դժվար է, որովհետև գործարքները ձևականորեն օրինական են, ստորագրություններն իսկական են, եւ օրենքը պաշտպանում է ձեռքբերողին, եթե գնորդը չի իմացել, որ գործարքը կասկածելի է։ Բայց քաղաքացիական հասարակությունը պահանջում է ուրիշ բան, ոչ թե իրավական հնարամտություններ, այլ բարոյական արդարադատություն։ Պահանջում են նրանք, ովքեր օգտվել են համակարգից, վերադարձնեն այն, ինչ ստացել են անարդար կերպով։ Պահանջում են պետությունը վերանայի բոլոր կասկածելի գործարքները եւ չեղարկի այն պայմանագրերը, որտեղ ապացուցվել է կոռուպցիա։ Եվ ամենակարևորը, պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն պաշտոնյաները, ովքեր ստորագրել են փաստաթղթերը, այլև քաղաքական ղեկավարները, ովքեր ստեղծել են այս համակարգը։ Բայց դատական համակարգը տարբեր տրամաբանությամբ է աշխատում։ Դատարանները պահանջում են ապացույցներ, հստակ, անվիճելի, ձևավորված ըստ օրենսդրական պահանջների։ Եվ եթե ապացույցը հիմնված է միայն բարոյական դատողությունների վրա, առանց փաստաթղթային հետքի, դատարանը չի կարող դատապարտել։ Այստեղ է հակասությունը միջև բարոյական արդարադատության եւ իրավական համակարգի։ 2023 տարի հունվարին Արման Սահակյանի դատական գործընթացը մտավ նոր փուլ։ Դատախազությունը ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ, վկայություններ նախկին աշխատակիցներից, ովքեր համաձայնվեցին խոսել դատարանում անանունության երաշխիքներով։ Նրանք պատմեցին, ինչպես էին իրենց հանձնարարում փոխել գնահատական հաշվետվությունները, ինչպես էին ստիպում ընդունել որոշակի մասնակիցների աճուրդներին, ինչպես էին սպառնում աշխատանքից ազատմամբ, եթե չեն կատարում հրահանգները։ Այս վկայությունները ուժեղացրին մեղադրանքը, բայց պաշտպանությունը պնդեց. վկաները չունեն անմիջական ապացույցներ, որ հրահանգները տվել է անձամբ Արմանը, եւ որ հնարավոր է դրանք եղել են միջին կառավարչական օղակի նախաձեռնություններ։ Դատավարությունը տևում է, եւ վերջնական դատավճիռը դեռ անորոշ է։ Բայց անկախ դատավճռից
Արման Սահակյանի անունը արդեն մտել է պատմություն, որպես խորհրդանիշ այն համակարգի, որը տասնամյակներ շարունակ թալանել է Հայաստանի պետական գույքը։ Իսկ նրա հայրը՝ Գալուստ Սահակյանը, թեև երբեք չի մեղադրվել քրեականորեն, կմնա որպես մարդ, ով քաղաքական ամբիոններից պաշտպանում էր այն համակարգը, որի ծառան էր նրա որդին։ Արդյոք հնարավոր էր, որ հայրը չգիտեր, թե ինչ է անում որդին։ Արդյոք հնարավոր էր, որ քաղաքական ղեկավարը, ով զբաղեցնում էր ազգային ժողովի նախագահի պաշտոնը, չիմանար, թե ինչ գործարքներ են տեղի ունենում նրա անմիջական ընտանիքի անդամների ղեկավարությամբ։ Տրամաբանությունը ասում է ոչ։ Անհնար է չիմանալ, երբ դու ապրում ես նույն տանը, երբ դու տեսնում ես շքեղությունը, որը չի համապատասխանում պաշտոնական աշխատավարձին։ Բայց իրավական համակարգը պահանջում է ապացույց, ոչ թե տրամաբանություն, այլ փաստաթուղթ, որտեղ գրված է Գալուստ Սահակյանը իմանում էր եւ թույլ տվեց։ Այդպիսի փաստաթուղթ չկա եւ հավանաբար երբեք չի լինի։ Հետևաբար իրավական առումով Գալուստ Սահակյանը մնում է անմեղ, բայց բարոյական առումով հարցը մնում է բաց։ Երբ համակարգը փլուզվում է, նրանք ովքեր կառուցել են այն, փորձում են ներկայանալ որպես զոհեր։ Նրանք ասում են. մենք միայն կատարում էինք մեր աշխատանքը, մենք հետևում էինք օրենքներին, մենք չունեինք ընտրություն։ Բայց ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր հրահանգ, դրանք բոլորը ընտրություններ են։ Արման Սահակյանը կարող էր մերժել ստորագրել այն փաստաթղթերը, որոնք խախտում էին պետական շահը։ Գալուստ Սահակյանը կարող էր հրապարակայնորեն խոսել համակարգի մասին, որը նա տեսնում էր իր աչքերով, բայց նրանք ընտրեցին մնալ լուռ։ Ընտրեցին շարունակել։ Ընտրեցին պաշտպանել իրենց արտոնությունները, անտեսելով այն գինը, որը վճարում էր հասարակությունը։ Սահակյանների ընտանիքը այսօր ապրում է փակ կյանքով։ Գալուստ Սահակյանը հազվադեպ է հանրային տարածքում հայտնվում, իսկ երբ պատահականորեն հանդիպում է լրագրողների, խուսափում է հարցերից։ Նրա առողջությունը շարունակում է վատանալ, եւ բժիշկները նախազգուշացրել են, սթրեսը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Արմանը գտնվում է դատական գործընթացի կենտրոնում, եւ անկախ դատավճռից նրա անունը կմնա որպես օրինակ այն մարդու, ով օգտագործել է պետական պաշտոնը մասնավոր շահերի համար։ Իսկ երկիրը Հայաստանը շարունակում է փորձել վերականգնել այնինչ կորել է։ Նոր իշխանությունները խոստացել են բարեփոխումներ, թափանցիկություն պետական գույքի կառավարման մեջ, խստացված հսկողություն աճուրդների վրա, պատասխանատվություն նրանց համար, ովքեր չարաշահել են լիազորությունները։ Բայց խոստումները եւ իրականությունը երբեմն տարբեր բաներ են։ Համակարգերը չեն փոխվում մեկ օրում։ Ավանդույթները, որոնք արմատացել են տասնամյակներում, պահանջում են ժամանակ եւ կամք փոխվելու համար։ Եվ այստեղ է ամենակարևոր հարցը. արդյոք Հայաստանը կարող է կոտրել այն ցիկլը, որտեղ յուրաքանչյուր նոր իշխանություն վերարտադրում է հին սխեմաները։ Արդյոք հասարակությունը կարող է պահանջել եւ ստանալ իրական հաշվետվողականություն պաշտոնյաներից։ Արդյոք օրենքը կդառնա իսկապես հավասար բոլորի համար, անկախ ընտանեկան կապերից, քաղաքական պատկանելությունից, տնտեսական հզորությունից։ Սահակյանների պատմությունը ավելին է, քան մեկ ընտանիքի սկանդալ։ Սա պատմություն է թունե համակարգի մասին, որը թույլ տվեց նրանց գործել առանց հետևանքների տասնամյակներ շարունակ։ Սա պատմություն է հասարակության մասին, որը երկար ժամանակ լռեց, մասամբ անտեղյակության պատճառով, մասամբ անզորության զգացումից, մասամբ հույսի բացակայությունից, որ ինչ-որ բան երբևէ կփոխվի։ Բայց 2018 տարի ապրիլին ինչ-որ բան փոխվեց։ Փողոցները լեցվեցին մարդկանցով, ոչ թե հերոսների սպասելով, այլ իրենք դառնալով փոփոխության գործակիցներ։ Եվ այդ փոփոխությունը դեռ շարունակվում է, դանդաղ, ցավոտ, հակասական, բայց անդադար։ Հարցերը մնում են. ով էր իսկապես պատասխանատու Սահակյանների համակարգի համար։ Արդյոք բավական է դատապարտել մի պաշտոնյայի, եթե համակարգը մնում է անփոփոխ։ Արդյոք հնարավոր է կառուցել իրական ժողովրդավարություն երկրում, որտեղ հարստությունը եւ իշխանությունը դարեր շարունակ միաձուլված են եղել։ Եվ ամենակարևոր հարցը. արդյոք մենք, որպես հասարակություն, պատրաստ ենք իսկապես պահանջել փոփոխություն, թե նախընտրում ենք կրկին մոռանալ մինչև հաջորդ սկանդալը, հաջորդ հեղափոխությունը, հաջորդ խոստումները։ Պատմությունը խոսում է իր լեզվով, փաստաթղթերը պահպանվել են, ապացույցները հավաքվել են, բայց ճշմարտությունը մնում է պայքարի առարկա, միջև նրանց, ովքեր ուզում են մոռանալ, եւ նրանց, ովքեր պնդում են հիշել։ Գալուստ Սահակյանը շարունակում է ապրել իր տանը, շրջապատված ընտանիքով, պաշտպանված պատերով։ Արմանը սպասում է դատավճռին, պաշտպանվում իրավաբաններով եւ իրավական հնարքներով։ Իսկ երկիրը շարունակում է որոնել պատասխաններ այն հարցերին, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են անպատասխան։ Պատմությունը չի ավարտվել։ Սա միայն մեկ գլուխ է։ Գլուխ, որը բացում է հաջորդը։
Եվ այդ հաջորդ գլխում պատասխանատվությունը մեզ վրա է։ Որպես քաղաքացիներ, որպես հասարակություն, որպես ազգ։ Արդյոք մենք կկարողանանք կոտրել այն շղթան, որը սերունդներ շարունակ կապել է իշխանությունը եւ կոռուպցիան։ Արդյոք մենք կկառուցենք համակարգ, որտեղ օրենքը գերակա է անձից, որտեղ հաշվետվողականությունը իրական է, որտեղ յուրաքանչյուր դրամ, որը վճարում է հարկատուն, ծառայում է հանրային շահին, ոչ թե մասնավոր գլպաններին։ Պատասխանը կախված է մեզնից։ Եվ ժամանակը ցույց կտա, արդյոք մենք պատրաստ ենք իրականացնել այն փոփոխությունները, որոնք միայն խոսքերով չեն մնա, այլ վերածվեն գործողությունների, կառույցների, օրենքների, որոնք պաշտպանում են ոչ թե ուժեղին, այլ արդարությանը։ Սահակյանների գործը դեռ բաց է դատարաններում, բայց պատմության դատարանում դատավճիռն արդեն կայացված է։